դրա համար ենք այստեղ շատ լավ համեցիկ Վարչապետ Կարոս Արշավի այս թեժ փուլում դուք հայտարարեցիք, որ Հայաստանում կանոնը տեսնել ոչ միայն քաղաքական, այլ իրավական առումով ձեր հայտարարությունից հետո երեք արդեն քրեական գործ հարուցվեց եւ բարձրացավ որ խոսքը Բարգավաճ Հայաստան Կուսակցության երկրորդ համար Արարատի Թևանյանի մասին է ըստ ձեր գաղափարների Դուք այս օրերին բարբերաբար զգուշացումներ եւ սպառնալիքներ եք հնչեցնում ձեր գլխավոր ձեր թիրախումեկված այդ երեք ուժերի ներկայացուցիչների հասցեին եւ այս ֆոնին է այս գործահարություն արդյոք սա հիմք չէ մարդկանց համար կարծելու որ իրավապահները գործել են ձեր ցուցումով այս քրեական գործահարությունով եթե ոչ այդտեղ նկարագրված դեպքերը վերաբերում են 2024 թվականի ապրիլի ազգային ժողովուրդ տեղի ունեցած փակնիստի քանի որ դուք ենթադրում եմ մանրամասներից տեղյակ կլինեք խոսքը արդյոք սահմանազատման հանձնաժողովների սահմանազատման գործընթացի վերաբերյալ այդ փակնիստի մասին է որի ներկայ են եղել վարչապետն ու ակտորս նախարարը եւ այս վավերության գործը եթե դա ծույլ չէ եւ իսկապես այն պրոցեսը, որը իրավապահները պտում են, դուք ինչպես եք գնահատում ըստ իրավապահների աշխատանքը, այսինքն ստացվում է, որ 2 տարի, 2 տարի ձեր եւ նրանց պտմամբ լրտեսել եղել է ազատության մեջ եւ շարունակել է գործել եւ երրորդ հարցը դուք նաեւ այստեղ նկարագրված է այն շրջանը, որտեղ Անգարիկ Թևանյանը չի եղել ազգային ժողովի պատգամավոր, բայց այնտեղ նշված է, որ հավաքագրել է փաստեր, դուք ունեք տեղեկություններ, այսինքն նիստից մեր կա ինչ-որ մեկն է կամ գուցե երկուսն են, չգիտեմ, մարդիկ են նրա տեղեկությունները փոխանցել այդ դեպքում պատասխանատվության այլ շրջանակներ ևս գուցե այստեղ ավելանան Եվ երրորդ հարցը դուք քիչ առաջ խոսեցիք Ռուսաստանի հետ փայլուն նորմալ հարաբերությունների մասին, ասում եք, որ իրական է։ Արդյոք այս գործընթացը, ուրեմն ինչ ես վարկեցի, այս քրեական գործը եւ այն բնույթները, որ դուք եք հնչեցնում նույնպեսության հետ կապված, սա արդյոք հենց հարաբերությունների ճգնաժամի մասին չի փաստում եւ առհասարակ ձեր գնահատմամբ ինչպես այն կանոնադրական հարաբերությունների դրա։ Շնորհակալ եմ։ Նախ քրեական գործի մասին եկեք արձանագրենք, որ գործի օպերատիվ հատված իրականացրել է վարչապետի ենթակա մարմինը ազգային անվտանգության ծառայությունը, այսինքն ես բնականաբար բոլոր մանրամասներին կարող եմ տեղյակ լինել։ Երկրորդը, երբ որ լրտեսության գործ է բացահայտվում, բնականաբար դա ունի նաև որոշակի օպերատիվ հետաքրքրություն։ Այսինքն մենք հիմա ուրիշ լրտեսության գործեր ունենք, լրտեսներին չենք բռնում։ Մի պարզ պատճառով, որովհետև մենք հետևում ենք օպերատիվ, որպեսզի ցանցերը բացահայտվեն։ Գործելակերպերը բացահայտվեն, ել չեմ ասում, լրտեսի ստացած հանձնարարությունները նաև մեզ տեղեկություն են տալիս մեր դեմ իրականացվող հետախուզական գործունեության մասին եւ ձերբակալման որոշում կայացվում է այն ժամանակ, երբ որ օպերատիվ հետաքրքրությունը սպառվում է։ Այսինքն պարզ է, չէ՞, լրտեսը գործունեություն է ծավալել, հենց իմացանք լրտեսը գնալ միանգամից բռնելը, կներեք դա գրագետ չի։ Պետք է թողել իր կապերը տեսնել ում հետ է աշխատում, ում է փոխանցում ինֆորմացիա, ումից է ստանում ինֆորմացիա, ինչ հանձնարարություններ է տալիս իր կուրատորը իրան, ինչի մասին է այդ հանձնարարությունները, որովհետև այդ հանձնարարությունները ինֆորմացիա ինչ է տալիս մեր դեմ իրականացվող հետախուզական գործունեության մասին, ում է ներգրավում, որ կուսակցության ցուցակում է հայտնվում, ոնց է հայտնվում այդ կուսակցության ցուցակում, այդ կուսակցության ղեկավարը ումից է ստանում հրահանգը, ինչու է կատարում այդ հրահանգը, գիտակցում է, թե չի գիտակցում, որ ինքը գործ ունի օտարերկրյա հատուկ ծառայությունից իրեն տրված հանձնարարականի հետ, եւ նա ով կատարում է օտարերկրյա հատուկ ծառայության հանձնարարականը, ինքը նույնպես առնվազն Չ կլասի լրտես է, հասկանում է, թե չի հասկանում, թե հասկանալու հետ պրոբլեմներ ունի եւ դա ավանդաբար հայտնի է հայ հանրությանը։
Այս բոլոր հարցերը պետք է պարզաբանվի, չէ՞։ Կապ ունի արդյոք նրա հետախուզման մեջ գտնվող որդու գործոնը, այդ գործոնով իր վրա ազդել են, թե չեն ազդել։ Թե ինքը կամավոր ծառայում է սեփական երկրի շահերի դեմ, թե ինչ-որ բիզնես շահեր ունի։ Եվ այլն եւ այդպես շարունակ։ Այսօր էլ լրտեսներ կան, որ գիտեն, որ լրտեսներ են։ Իրենք չգիտեն, որ մենք գիտենք։ Որ պահին ճիշտ համարենք գործողություն անել, այն պահին ճիշտ է անում ենք այդ գործողությունը, որպեսզի այդ ռեսուրսը իր օպերատիվ հետաքրքրությունը, մեր հետաքրքրությունը ամբողջությամբ բավարարվի։ Որոշումը կայացում այն պահին, երբ որ հասկանում ենք, որ արդեն ամեն ինչ գիտենք, այլ նոր բան իմանալ չենք կարող, հետևաբար պետք է գնալ արդեն գործողությունը կասեցնել։ Մանրամասների մասին քննչական մարմինները ըստ պատահության կտեղեկացնեն, որովհետև դա արդեն քրեական գործով գտնվող հանգամանքներ են, որոնց վերաբերել հետագա պարզաբանումները կտրվեն։ Ինչ վերաբերում է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, ես ձեզ ուրիշ օրինակ բերեմ, ասենք օրինակ Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները։ Մինչև հիմա մենք ավիացիոն սեր ցուցակում ենք։ Եվ մեզ չի հաջողվում դուրս գալ ավիացիոն սեր ցուցակից, դա նշանակում է, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում ճգնաժամ կա, չի նշանակում։ Ես հասկանում եմ, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ հարուցելու ցանկություն ունեցողների թիվը բավականին մեծ է եւ Հայաստանում եւ Ռուսաստանում։ Բայց ես ինչպես ասել եմ, մենք Ռուսաստանի հետ չենք վիճելու, առավելևս չենք կռվելու, որտեղ դա անլուրջ է։ Հայաստանը իր մասշտաբներ, Ռուսաստանը գերտերությունը, որին պետք է վերաբերվել հարմունքով եւ մենք վերաբերվում ենք հարմունքով։ Եվ Ռուսաստանի շահերին ենք մենք վերաբերվում հարմունքով։ Ես նախկինում ասել եմ, ելի ասում եմ, որ Հայաստանը երբեք ներգրաված չի եղել հակառուսական գործողությունների մեջ, ներգրաված չի եւ ներգրաված չի լինելու։ Ես ձեզ նախորդ բրիֆինգի ժամանակ պատվեցի մի դրվագ, որ պաշտոնական բանակցությունների ժամանակ ասվեց, որ Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունների, Հայաստանը Եվրամիության հարաբերություններին վնաս է հասցնում Ռուսաստանի շահերը։ Ես խնդրում եմ մի օրինակ բերեք։ Երկու անգամ այդ հարցը կրկնել եմ եւ ոչ մի օրինակ հնարավոր չի եղել բերել, որովհետեւ չկա այդպիսի օրինակ։ Ասում եմ, որ Ուկրաինայի նախագահը եկել է Հայաստան, կներեք, իսկ ինչու պետք է չգար Հայաստան։ Ինչի որ Հայաստան-Ադրբեջանի այդ կոնֆլիկտի մեջ էր, Ադրբեջանի նախագահ չէր գնում Ռուսաստան։ Կամ Ռուսաստանի նախագահ չէր գնում Ադրբեջան։ Çünkü մենք ասել եղել է տենց դեպքի, որ մենք ասենք ինչի է այն ժամանակ, երբ որ Հայաստանը Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մեջ էր։ Եղել է տենց բան, որ մենք ասենք ինչի է Ադրբեջանի նախագահը գնում Ռուսաստան կամ Ռուսաստանի նախագահը գնում Ադրբեջան։ Այսինքն ինչ մենք հարաբերությունները պետք է մանավանդ ես դեռ 2022 թվականին ասել եմ, որ մենք Ուկրաինայի հետ կապված հարցերում այն ժամանակ հապկում մեր գործունեությունը նույնիսկ սառեցված չէր։ Ես ասել եմ, որ Ուկրաինայի հարցում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չի։ Շատ բարձ տրամաբանություն է, ինչն է պրոբլեմը։ Ինչի պետք է Ուկրաինայի նախագահը չկար Հայաստան։ Ինչն է խնդիրը։ Ելի եմ ասում, որ առնվազն այնքան, ինչքան մեր կոնֆլիկտի ժամանակաշրջանում Ադրբեջանի նախագահը քանի անգամ է գնացել Ռուսաստան։ Կամ Ռուսաստանի նախագահը քանի անգամ է գնացել Ադրբեջան։ Այսինքն դա ինչ բան է, այսինքն ինչ մենք պետություն չենք, Ուկրաինան պետություն չի։ Ուկրաինային ՄԱԿ-ի անդամ պետություն է, եվրոպական քաղաքական
Համայնքի անդամ պետությունը։ Արդյոք ունին է ագենցիայի սերտիֆիկատ, ինչպես դուք եք պնդում, պետությունից լրտես գործուղել են Հայաստանի շահերին գործելու համար։ Գիտեք, ես ուզում եմ ասել, որ Հայաստանը եւ Ռուսաստանը պայմանագիր ունեն միմյանց տարածքում լրտեսական գործունեություն չծավալելու։ Խախտվել է պայմանագիրը։ Չգիտեմ։ Դա ընթացքում կերևա։ Շնորհակալություն։ Պատերազմի եղել կուսակցության առաջին ուղղի գործակալների վերաբերյալ